Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 23 Տերը կիրագործի այն, ինչ նպատակադրվել է ինձ համար։ Սաղմոս 138:8 Վստահությունը, որ այստեղ արտահայտել է Սաղմոսերքուն, աստվածային էր։ Նա չէր ասում, թե ինքը բավականին շնորհք ունի, որպեսզի կատարի իր գործը, թե իր հավատն այնքան ամուր է, որ չի սասանվի, թե իր սերը ջերմագին է ու երբեք չի սառի, թե վճռականությունը հաստատուն է և ոչինչ այն չի կործանի, բնավ ոչ։ Ընդհակառակը նա ամբողջովին Տիրոջն էր ապավինում։ Եթե մենք ձեռք բերենք վստահություն, որն իր ներքևում ամուր հիմք ունի, այն երկուսն էլ կլինի ինչպես երազանք և ինչ-որ մի օր կփլվի։ Մենք ամոթահար ու տագնապած կթաղվենք դրա բեկորների տակ։ Սաղմոսերքուն իմաստություն է ցուցաբերել։ Նա հույսը դնում է բացառապես նրա վրա, որ իր համար իր փոխարեն ամեն բան կանի Տերը։ Հենց Տերն է մեզ զանում սկսել իր բարի գործը, նա էլ այն շարունակել է։ Եթե այն չհասցնի ավարտին, այդ գործը երբեք վերջ չի ունենա։ Եթե մեզ պատահաբար հաջողվեր գեթ 1 կար ավելացնել մեր արտադրության երկնային հագուստին, ամեն բան կորած կլիներ։ Բայց մենք վստահ ենք, որ այդ գործը սկսած Տերն այն կհասցնի իր ավարտին։ Նա այդ գործը սկսել է այն կատարելու և անպայման ավարտելու վճռականությամբ լի։ Մեր վստահությունը պետք է հիմնված լինի ոչ նրա վրա, որ մենք արդեն սկսել ենք, ոչ էլ նրա վրա, թե ինչ պետք է դեռ անենք, այլ ամբողջությամբ նրա վրա, ինչ մեր փոխարեն արել է Տերը։ Անհավատությունը ժողոքորթաբար վստահեցնում է. դու երբեք գլուխ չես հանի։ Քո սիրտը չափազանց ապականված է, դու չես հաղթի մեղքին։ Հիշիր այս աշխարհի մեղսավոր վայելքները և գայթակղությունները, դրանք հաստատ կգրավեն քեզ և կշեղեն ճանապարհից։ Մենք իրոք կմահանանք, հուսալով սեփական ուժերին։ Եթե մեզ վիճակվեր մեր դյուրաբեկ նավերը վարել փոթորկոտ ծովում, մենք հնարավոր է կպտտվեինք ու ափ կվերադառնայինք։ Բայց շնորհակալություն Աստծուն, նա իր վրա կվերցնի մեր դժվարությունները և մեզ կհասցնի Բաղձալի նավահանգիստ։ Մենք ավելորդ վստահություն չենք ցուցաբերի, եթե հավատանք նրան և ավելորդ անհանգստություն նրան մատուցելով մեր վստահությունը։